Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, շարունակում եմ հայերի սխալները եւ ինչ անել խորագրի ներքո Փաշինյանի հետ զրույցներս։ Պարոն Փաշինյան, շատ կներեք, բայց ես պիտի ասեմ, արտահայտեմ, քանզի ես ինքս ամեն օր շփվում եմ այլազգի մարդկանց հետ, հանդիպում, դա ցավոք սրտի է, թե ուրախություն, չգիտեմ, ես ոչ կյանքի լավ լինելուց այժմ ժամանակավորապես ապրում եմ Ռուսաստանում եւ շփվում եմ բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ, հատկապես ադրբեջանցիների։ Ես նրանց հետ ընկերություն չեմ անում, ես նրանց հետ գործի չեմ բռնում, բայց այդպես է կյանքը Ռուսաստանում, բոլոր առևտրականները մեծամասամբ դրանք ադրբեջանցիներ են։ Իսկ սոված չես կարող մնալ, պետք է անպայման ինչ-որ մի բան առնես տուն տանելու համար։ Եվ շփվում ենք հատկապես շուկայում։ Ցավում եմ, բայց ադրբեջանցիները միշտ այս դեպքերից հետո ձեր իշխանության գալուց հետո սկսել են հայերին ձեռք առնել, խոսել ավելորդ բաներ ասել, իսկ մենք չենք ուզում կռվի բռնվել, անտեղի բարդություններ ստեղծել մեր կյանքի համար, չնայած որ պետք է լինում պատասխանում ենք բառերով, ոչ բռունցքով։ Եվ այսպես շատ են մոտիկանում ու հարցնում ձեզնից, որոշ դեպքերում էլ էռոնիայով են մոտենում, քմծիծաղով, դա շատ վիրավորական է։ Եվ գիտեք ինչ, 3 բուկվալնի ընթանում են 3 ինձ մոտեցավ շուկայում մի ադրբեջանցի, որն ընդհանրապես որպես մարդ գոյություն չունի ինձ համար, նա շատ ցածր մակարդակի ողորմելի անձնավորություն է, մոտեցավ քմծիծաղով ինձ նայեց ու ասավ. գիտեք ինչ, որ ժամանակին ասում էին, թե Հիտլերը հայ է, ես չէի հավատում ու ծիծաղում է ասողների վրա, բայց այժմ նայելով ձեր քարոզարշավը Հայաստանում, հատկապես ՔՊԱ-կանների քարոզարշավը, նա ասաց, որ ինքը արդեն համոզվել է, որ հայ ժողովուրդը ծնել է Հիտլեր, որ Հիտլերը հայոց ծնունդ ունի, շատ վիրավորական էր։ Ես ոչ մի բան չպատասխանեի, բայց նա շարունակեց. դա երևում է վարչապետ Փաշինյանի վարվելակերպից, նա իրեն չի պահում adekvat, անընդհատ ջղերը քայքայված, ներվային վիճակում է, ձեռքերը այս ու այն կողմ է գցում, վիրավորում սրան նրան, քայլվածքով էլ նման է Հիտլերին։ Ցավալի էր, ես նայեցի նրան շատ տխուր ու ատող հայացքով, շրջվեցի ու հեռացա գլխիկոր։ Եկա, նայեցի ձեր վերջին հանդիպումը մարդկանց հետ եւ մտածեցի, եթե մի ադրբեջանցի նման ձև իրեն պահեր, ես նույնը կասեի նրան։ Ցավում եմ։ Ստեղծում ձեզ։